43 years, Glendale has been my home. My name is Ronnie Garibian. I'm honored to announce my candidacy for Glendale City Council. I grew up here. I went to Hoover High School. I built my business here for more than 34 years. I have helped thousands of Glendale homeowners and business owners with their financial needs. For over 20 years, I have served our community through local organization and city leadership. I am proud to serve as a city commissioner and spend 8 years on the CDBG committee, helping secure millions of dollars for the local nonprofits. I have also had the privilege to serving on the Glendale Police Foundation, supporting vital public safety programs, especially our K-9 unit. And now I'm ready to take Glendale to the next level. We must protect what makes this city strong: public safety, physical responsibility, and our core values. Our families deserve safer streets and safer neighborhoods. I will maintain Glendale high public safety standards and crack down on the reckless driving and speeding by using modern technology. We must also balance our city budget without raising taxes or utility rates. I will work to bring new revenue to Glendale through innovation, partnership, and smart planning. I will fight to subsidize alternative solutions to residents and businesses to help lower utility costs. I will also streamline building and safety approval to eliminate unnecessary delay. By partnering with responsible developers, we can create better, more affordable housing because affordability should not be out of reach. I love this city and I'm ready to serve it at the highest level. Join me and together let's build a safer, stronger, more affordable Glendale. Vote Ronnie Garibian for Glendale City Council. Բարեկամներ, ես եմ Ռոնի Ղարիբյանն եմ Ղարիբյան Real Estate Financing Գերշան կողմից այսօր արդեն մարտը 15 2026 թվական բավականին նորություններ ունենք, ոմանք լավ նորություններ, ոմանք ոչ շատ լավ նորություններ, բայց ընդհանրապես արդեն զատիկ է գալիս, ինչպես պաշտոնական գարունն է գալի, գարնան կամ spring shopping ժամանակն է գալի ժողովուրդը փոխադրվելու համար տուների տուն առնելու համար, մանավանդ դպրոցների համար եւ անշուշտ եղանակն էլ ընդհանրապես երբ որ East Coast-ը կամ ամենտեղ ավելի լավանում է, ինչպես տեսնում եք արդեն 90 աստիճան ենք ստել Լոս Անջելեսում, դա ժողովրդի համար մի հատ մոտեցում է, որ սկսեն house shopping կամ վարձու կամ առնելու։ Սկսենք անմիջական լուրերի մասին, անշուշտ Պարսկաստանի պատերազմը խանգարում է մեզ բոլորին, անշուշտ չեմ խոսում անձնական մարդկային պայմաններով, խոսում եմ էկոնոմիի պայմաններով եւ չեմ խոսում Պարսկաստանի էկոնոմին, այլ մեր Լոս Անջելեսի Միացյալ Նահանգներին ինչպես է խանգարում, այսինքն գլոբալական հարց ունի եւ այսի կապելով տուներին եւ տոկոսներին, որտեղ չեմ ուզում պատերազմի մասին խոսալ, այլ իմ մասնագիտությունս ինչպես իմանում եք որպես ֆինանսավորում եւ real estate-ի մասնագետ, commercial residential, ուզում եմ այդ մասը ձեզի կապեմ։ Տեղեկություններ կար անցյալ շաբաթ, ինչպես իմանում ենք, COVID-ից հետո մենք սղաճի կամ inflation-ի կամ թանկության հարցը կար, որ բավականին թանկացել էր, բավական ժամանակ տոկոսները կենտրոնական բանկը բարձրացրավ, որ այդ թանկությունը կոնտրոլ անի, իջացնի, բավականին ճիշտ ուղղություն էր այդում իջման վրա նախագահ Թրամփը 2024-ին որ ընտրվեցավ 25-ի հունվարին անմիջապես ինքը թերիվ հասկացողություն, որ թաքսերը ուրիշ երկրներից բարձրացավ, պատճառելա, որ նորեն մեկ ինչ սղաճ եւ թանկությունը հետ առաջ գա, կենտրոնական բանկը ասավ, որ տոկոսները այլևս չի չաստենք մինչև նայենք ուր այդում եւ 25 թվականը կարող եմ ասեմ ասում պարապի գնաց waste ելավ, այսինքն մենք 24-ի վերջավորության որ կենտրոնական բանկը սկսավ տոկոսները իջացնել եւ սղաճը իջնում էր նախագահ Թրամփի աշխատանքը, որ թերիֆների վրա էր, այդ մեկ տարվա ընթացքին ոչ մի բան չելավ 25-ին տոկոսներն էլ այդպես չիջան եւ որտեղ սղաճի դեռ համոհոտը դեռ կա շուկայի մեջ համոզված են որ կա եւ արդեն նորեն տեսան որ 25 թվականը անցավ այս թերիֆները որ նախագահ Թրամփը բարձրացրել էր հատուկ մեծ ազդեցություն չունեցավ սո կենտրոնական բանկը արդեն պատրաստ էր տոկոսները իջացնել արդեն մի 2-3 շաբաթ առաջ
պաշտոնական տոկոսները 3-4 տարվա մեջ չէր ելը, որ 6-ից ցած իջներ, 5-երի մեջ էր, արդեն մենք 5, 5.25, 5.5, 5 ունեինք եւ պատերազմը սկսավ։ Եվ նորեն տոկոսները բարձրացան մոտ 4.5% չափ պատերազմից առաջ, քան թե հիմա։ Եվ նորեն կենտրոնական բանկի տոկոսները իջացնելու հնարավորությունը մեծամասնությունը նորեն անհայտացավ եւ կարող է դեռ առայժմս բացի որ չի իջացնի, կարող է բարձրացնի, որ այս ցղաճի թանկության առաջը բռնի։ Շոյս ինչ տոկոսների մեր տոկոսների համար Ինչպես իմանում եք, միշտ ասել եմ տոկոսները հենվում են 10 տարվա treasury վրա են ավելի շուտ հետևում եւ 10 տարվա treasury ոչ թե կենտրոնական բանկի տոկոսների իջացնի չիջացնի, նոր այդ հայրենակից է հեռացանավ, ասավ, հեսա կենտրոնական բանկը էս մյուս շաբաթ էս ամիս էս տարի 1% տոկոսները կիջացնի։ Բացի որ 1% չպետք է իջացներ ընդհանուր այս տարվա մեջ նախքան պատերազմը Հիմա պատերազմից հետո բոլորովին այդքան չի իջացնի գարանտի եմ անում, բայց կենտրոնական բանկի տոկոսը ազդում է line of credit-ներին, credit card-երին, մեքենայի լոներին, student լոներին, բայց չի ազդում տան mortgage լոներին, commercial-ներին էլ ազդում է։ Տան mortgage-ները, ինչպես ասեմ, 10 տարվա treasury bond-ն են հետևում, որ 10 տարվա bond-ը իրան բարձրանում է եւ իջնում է, երբ որ inflation expectations կա շուկայի մեջ, այսինքն սղաճ եւ տեսնում են թանկարոց։ So դուք եթե գնող եք որպես buyers ինչերի վրա ֆոկուս անեք, կենտրոնանաք ավելի շատ որպես հասկանաք որպես buyer, մեկ որ ուզենաք տոկոսները perfect time անեք, այսինքն երբ ես իմանում եմ այսօր այս ժամի տոկոսը կիջնի, այդպես բան չկա։ Չեն կարող, չես կարող։ Ես 34 տարի ես գործի մեջ պատերազմ բանը հանենք խոսակցության մեջից, օրինակ նորեն, որովհետև շատ եմ տեսել եւ ամեն օր 34 տարի ես հետևում եմ, ամեն օր 34 տարի հետևում եմ տոկոսներին։ So իմ չափ չեմ կարծում մասնագիտություն կա կամ մարդիկ, որ իմանում են ինչ պետք է ելնի։ Եվ երբ որ օրական առօրյա ամեն օր 34 տարի հետևում եմ տոկոսներին, արդեն սովորում ես, որ դրանք նայես, որ նույնիսկ առաջիկա շաբաթներն ու ամիսներն էլ կարողանում ենք time անենք, բայց նույնիսկ այդ էլ չես կարողանում։ Օրինակ, երբ որ ասեն սկսել են Պարսկաստանի հետ հարաբերություն խոսակցություն ունենալ, իմանում եմ, որ տեղում խնդիր պետք է լինի ուզենք կամ չուզենք, ոչ թե necessarily պատերազմ կամ եւ այլն, կամ կենտրոնական բանկի զեկույցները դուրս գալուց առաջ։ So դուք որպես գնողներ, եթե սպասում եք, որ տոկոսը time անեք ճիշտ ժամանակին, դժբախտաբար դա շատ դժվար է լինելու, դե ոչ անկարելի է լինելու։ Բայց փոխարեն այդ գործը անելու համար կարողանաս ճիշտ ձևի structure անես, ճիշտ ձևի կազմակերպես եւ պատրաստես այդ ֆինանսավորման կամ տուն գնելու ծրագիրը։ Այդտեղում որ մեր մասնագիտությունն է գալի, որ կարողանանք օրինակ ինչպես են գրում contract-ները, որ մենք seller-ներից կարողանանք ստանանք բավականի credit-ներ։ Կամ ինչպես են կարող ինչ տոկոսներ օգտագործենք, օրինակ տոկոսները բարձրացել 6.5, օրինակ։ Մենք կարող ենք 4.5-ով ձեզի մոտենալ temporarily buy down ծրագիրով, որ ժամանակավոր տոկոսը այսօր 4.5-ով կարող եք ստանալ։ Եվ դա քեզի 1 տարի ժամանակ է տալի 4.5-ով, միջով նայենք, եթե սպասում եք տոկոսը պետք է իջնի, օքեյ, եփ, այս տարի, մյուս տարի, 1 տարի ժամանակ ունես, 1 տարի 4.5-ով վերջու, մինչև մյուս տարի, եթե իջավ, ֆիքսացնենք 30 տարով։ Եթե ոչ, հաջորդ տարի նոր 5.5, դեռ 2 տարի ունես սպասելու, նայենք տոկոսները ուրա էթում։ Եվ եթե մինչև 2 տարի տոկոսները չիջնի, այն ժամանակ լուրջ խնդիր ունենք բոլորս։ Եվ անշուշտ ճիշտ ձևի structure անել, որ payment-ները ավելի մաճելի էլի, բայց ուզենք դե չուզենք իրականությունը ինչ է payment-ների եւ արժեքների եւ տոկոսների մեջ, դա է որ արժեքները
իջման որևէ տեսակ չկա, բայց կա։ Մենք նորից եմ ասում, ես միայն ձեզի կիրակի օրերն եմ այս լիստինգները ցույց տալի։ Շաբաթվա մեջ լիստինգներ եմ տեսնում, որ fantastic հոյակապ արժեքներով հոյակապ տուներ, որ potential ունի։ Այսինքն ամեն մարդ ինչ որ ուզում է գործի մեջ անեք կամ կյանքի մեջ անեք, ամեն մարդ ուզում է նախընտրելի այդ գարանտին ունենա, այդ ապահովություն ունենա, բայց կյանքի մեջ ապահովություն եւ գարանտի չկա։ Միակ բանը որ կա, կարող եք հաշվարկով, փորձառությամբ իմանալ, որը ինչ հնարավորություններ կամ ունի։ Եվ այդ բոլոր հնարավորություններն են ամեն մարդու համար չի նայելով, ուսումնասիրելով, ով է մեր գնողը, արդյոք փողը քիչ է, փողը շատ է, շինարարության դրամ ունի, դե չունի, դե միայն պատրաստ նա կարող առնել ժամանակ ունի, դե չունի, երեխաները մեծ են եւ փոքր են, եւ այդ ավրայից մենք կարողանում ենք ուղղություն տանք, որ մեր տուները հնարավոր է, որ մեկը չի, բայց արժեքների կողմից ոչ, չենի չէ, այլ adjust են արել, այլ ճիշտ են, օրինակ Ես հիմա ձեզի ցույց կտամ լիստինգներ fantastic թաղամասում շատ հոյակապ location լավ տուն բայց բակ չունի 0 Եվեսի թանգանոց տունի մասին է խոսքը Okay այդ տունը դեֆոյի հարց ունի երբ որ գալիս է առնելու ծախելու վաճառելու այդ Սելերին պետք է ճիշտ բացադրվի եւ ունենք էջենտներ, որ ճիշտ կարողանում են բացատրել, որ նայ։ Այս կողքի տունը մեծ բակով քեզանից փոքրոտ 2 միլիոն է ծախվել։ Օրինակ եմ ասում։ Քոնը որովհետեւ այս դեֆոն ունես, այս դիֆեկտ ունես, այս խնդրեմ ունես, որ բակ չունես, 1.6 կարժի։ Նորեն օրինակներ եմ տալի չափազանցած օրինակներ, որ հասկանաք։ Ասում են ինձանից փոքրոտ 2 միլիոնով ծախվել։ Այո, բայց այնի առավելություններ ուներ, որ դու չունես։ So, ինչ ենք տեսնում հիմա, նորեն բոլորի մոտ չէ, բայց մեծամասնության, որ ինչ որ իր ճիշտ արժեքն է, ճիշտ արժեքով լիստինգներ բավականի տեսնում ենք։ Ոչ թե բոլորը, բայց բավականի տեսնում ենք, որ այս տունը ճիշտ արժեք է, որ նախկինում գալիս է, երկուսը նույն արժեքին ծախվում, բակ ունես, դե չունես վիճակը լավ է, դե վատ է, այսի հին է, դե նոր է, այսի մեծ է, դե փոքր է, նույն արժեքի դրերի նետում էր ամեն մարդ առնում էր առանցի հետաքրքրվեին, որ ինչ կարժի։ So, այդ փոփոխությունների մեջ եմ ասում, որ լավ տուներ ենք տեսնում լավ արժեքով, ոչ թե իջերը արժեքը, իր ճիշտ կոնկրետ արժեքն է։ So, որովհետև տոկոսները կարող է կենտրոնական բանկը չի չասնի, չի նշանակում, որ հնարավորությունները տուն առնելուն անհայտացավ, դի կապ չունի մեկը մյուսին, ճիշտ ուղղություն ունենաք, ճիշտ մոտեցում ունենաք տոկոսների մասին և ծրագրի մասին հնարավորությունը դեռ կա։ Եվ այսի տանում է մեր existing home sales, այսինքն վերավաճառվելիք ոչ թե նորակառույց տուների առուվաճառքը փետրվար ամսվա ընթացքին մոտ 1.7% աճ ունեցավ բախտատելով հունվարին եւ չմոռանանք այսի բոլոր միացյալ նահանգներին է եւ բոլոր միացյալ նահանգներում հունվար եւ փետրվար ձուների փոթորիկների մեջ էին եւ այն հիմա էլ կան կամաց դուրս են գալի So նույնիսկ որ տեսնում ենք աճը շատ թեթև է բայց ստաբիլ կամ ավելի stabilized մեր վիճակի մեջ է եւ այս տեսակի թե շարունակվի միջով տարվա վերջ կարծում եմ 4 միլիոն տուներ պետք է վաճառվի բայց այս դեռ նույնիսկ 1.7% ավելի բարձր էր հունվարից դեռ անցյալ տարի փետրվարին բախտատելու հետ 1.4% ավելի քիչ էր նույնիսկ տոկոսները ավելի լավ են հիմա եւ այս չմոռանանք ես որ ասում ենք sales-ն այսինքն էշկոները փակված էշկոներն են որ սա նշանակում է այս տուներն են որ էշկոը բացվե դեկտեմբեր եւ հունվար ամսվա ընթացքին ամենից վատ ամիսները ժողովուրդը տուն առնելու համար ամենից լավն է բայրի համար բայց ամենից վատն է որտեղ ժամանակ չունեն ցուրտ է եղանակի հարցն է եւ այլն բայց նույնիսկ բայց փետրվարին
տոկոսները միջինը 6 պաշտոնականը 6.05%-ի 6 եւ դա շատ ավելի քիչ էր որ նույն փետրվար 2025-ին տոկոսը 6.8 6.8 էր 7/8-ի չափ իջերա մեկ տարվա մեջ տոկոսները որ մեծ ազդեցություն ունի payment-ի վրա ամեն 1%-ը 1 միլիոնի պարագայում 1 միլիոնանոց մոտարապես ամեն 1%-ը մոտարապես $500 payment-ի վրա տարբերություն անում it's a lot of money քիչ չի եւ ես արդեն 8-րդ ամիսն է որ տեսնում ենք որ շատ ավելի purchase-ները մեկի շատացել են հիմա մենք նիշ են տալի ինդեքսի վրա բայց դա հետ գործ չունենք բայց ամենից բարձր affordability, այսինքն ժողովրդի հնարավորությունը տուն առնելունը 2022 մարտից մինչև հիմա ամենից բարձրը հիմա է 2022 մարտից մինչև հիմա ավելի շատ ժողովուրդ կարող են տուն առնեն քան թե վերջի 3 տարվա ընթացքին ինչ է նշանակում այո շատ բայերները արդեն եկել են շուկա տեսնում ենք զգում ենք լիստինգները տեսնում ենք եւ չմոռանանք Միացյալ Նահանգների էկոնոմին ընդհանրապես 2019-ից մինչև այսօր ժողովուրդը այս տեղեկությունը չունեն 6 միլիոն գործեր ստեղծվել նոր գործեր այսինքն նոր workforce նոր ժողովուրդ անցել աշխատանքի 6 միլիոն չենք ասում նրանք retire են արել փոփոխությունները չենք ասում որ մեկը փոխարինում է մյուսին այլ խոսում ենք նոր գործեր այսինքն employment growth ենք ունեցել 6 միլիոն 2019-ից մինչև հիմա եւ այս ինչ այլում երբ որ 6 միլիոնա նոր մարդիկ փող են աշխատում այսինքն դա տուն պետք ունեն այսինքն պահանջը շատանում է նույն ժամանակ եւ այս ամենը նկատի առնելով այսօրվա տուները ինչ որ վաճառվել է շուկայում հիմա 1 միլիոն ավելի քիչ տուն է վաճառվել քան թե նախքան pandemic-ը 2019-ին այսինքն 6 միլիոն ավելի մարդիկ գործ ունեն 1 միլիոն ավելի քիչ տուն է ծախվել եւ այս ինչա նշանակում որ պահանջը դեռ կա բայց տուն չկա shortage-ն է problem-ը եւ էսի պատճառը ելնում limited transactions inventory-ն որպես ինչքան տուն կա փետրվար ամսվա համար Միացյալ Նահանգներում 1.2 միլիոն 1.2 միլիոն տուներ կար որ ես եթե բոլորը դնեն շուկա ծախեն եւ որևէ նոր չավելացնեն վրան կտևի մոտ 3.5 ամիս մինչև բոլորը ծախվի որ ճիշտ առող շուկան երբ որ 6 ամսվա inventory ունենք so տեսպես դեռ քանակը քիչ է եւ ես էլ մեծամասնությունն է որովհետեւ ժողովուրդը նորեն սխալ են հասկանում ես այս քանի անգամ բացատրել եմ չեն վաճառում ոչ թե միայն տոկոսներ, այո, մեծ դեր է կատարում, որ մարդիկ 3%-ով տոկոս ունի, ասես ծախեմ այդ համ 6%-ով առնեմ խենթեմ ինչեմ։ Սա եթե մեկ պատճառներից է, բայց մյուս պատճառներից ժողովուրդը փոխադրվում են retirement-ների համար retirement home-երի նետում մանավանդ տարիքավորները, մանավանդ օտարազգերը հավաքվում են այս retirement center-ները, community center-ներն միասին bridge-ին խաղում, golf-ին խաղում, Scrabble-ին խաղում զրույցին տալի իրար հետ ճաշի նետում ինքին նետում հիմա պետք է չունեն որտեղ ամենը սելֆոններ ունեն եւ ամենը FaceTime ունեն եւ ամենը կարող են միասին խաղեր խաղան առանց իրաց տունը դուրս գալու Uber-ներ կա հիմա տանում բերում է առաջ դեպ շատ բաներ փոխվել է ընդհանրապես քան թե հիմա so չմոռանանք 45000 նոր տուներ հետ եկել relisting-ից շուկայի մեջ եւ այս բոլորը ազդեցությունները տեսնում են first time home buyer-ները 34% էր բոլոր փետրվարի գնողներինը որ սա անցյալ տարի 31% էր first time home buyer-ի համար մենք հոյակապ ծրագիր ունենք որ մահատը California Dream-ն է որ լուր ունենք որ ժողովրդի համար down payment assistance-ն մենք ունենք որ այդ խիստ պայմանները չունի որ հետ այդ պայմանագիրը ստորագրում ինչ որ պետականն է որ հետ այդ partner այլում եթե refinance անես իր penalty-ները շատ է
շատ ավելի հեշտոտ պայմաններով ունենք այս first time home buyer-ի համար, որ down payment assistance-ն է եւ հոյակապ ծրագիրը եկամուտը, այն որ պետականն է այդ California Dream-ը, այդ պետականը դժբախտաբար այդ եկամուտի չափուսահմանը, որ ունի շատ ավելի քիչ ժողովրդի համար, այսինքն սահմանափակում է qualification-ի հարցայելում, unless it has Riverside, San Bernardino, ընդրանք տուն առնես, բայց մերը, որ assistant ունենք, շատ ավելի բարձր միջով 219,000 եկամուտ ունենաս դեռ qualified ես, ու քան թե պետական 144,000 եկամուտ է, մինչև չեմ ասում բանը, հոյակապը, մանավանդ եթե ուզենակ կոնդոմինիումներ առնեք, townhouse-ներ, առաջի անգամվա համար հոյակապ ծրագիր ունենք, որ բոլորը ձեր համար closing cost-ը, down payment-ը, տուն առնելը, լրիվ package-ը դուք մենակ պետք է ունենաք եկամուտ եւ կրեդիտ։ Կրեդիտը մեկ քիչ բաների տոկոսն է ազդում։ Միայն այդ երկուսը ունենաք եւ payment կարողանաք տաք։ Մենք մնացածը ձեր համար անում ենք, down payment-ը համարներ պատրաստում ենք, տունը ձեր համար ճարում ենք, ֆինանսավորումը ձեր համար ունենք, ամեն ինչ մենակ անշուշտ payment-ը պետք է կարողանաք տաք, որ դա անշուշտ խոսանք ձեր հետ, բայց հոյակապ ծրագիր ունենք first time home buyer-ների համար, նույնիսկ ափսոս է նույնիսկ եթե պատրաստ չէ։ Շատ արագ ասեմ, այդ օրենքը վստահ եմ շատ եք լսել, որ նոր US Senate-ը bill անցածրավ legislation օրենք անցածրավ, որ շատ եք լսել, նրանք որ investor են, որ տուն են առնում վարձու տալու համար, ընդանց որ նախագահ Թրամփը ասել էր, որ պետք է չթողնեն այլևս նրանք տուները առնեն վարձու տան, որտեղ տուները գա շուկայում վաճառվի, որ պարզ ժողովուրդ առնեն, քան թե բիզնեսներն են առնում։ Այդ օրենքը հիմա US Senate-ը անցածրավ, որ բայց ինչպես անցածրավ, ասա, որ եթե դու մի հատ բիզնես ես, ընկերություն ես, որ քո գործը տուն ես առնում, հողով տունի մասին է խոսքը, հա, կոնդոմինիումների, յունիտների, ապարտամանների մասին չի խոսքը, single family resident-ների մասին է խոսքը։ Ասում որ դու օրինակ մի ընկերություն ես, բիզնես ես, որ գործը տուն առնել վարձու տալա եւ եթե զբաղվում ես այդ գործով 350 տուն կթույլատրենք առնես 351-րդը էլ չես կարող առնես So այդ ձևով է բանանում անշուշտ ուրիշ պայմաններ էլ կա մեջը եւ US Senate-ը 89 հոգի համաձայն 10 հոգի ոչ համաձայն անցավ էս օրենքը, հիմա այս օրենքը նոր պետք է դա Congress եւ Congress-ն էլ իր sense մետեսակ օրենքա գրե եւ ինչքան շինարարներ մեծ հզոր ընկերություն շինարարները թվում են develop այս ընկերությունների մոտ ասում էր որ օրինակ ինչ ես ուզում, ասեն այն զամար 10 տուն սարքիս թե հողով, վարձույս ամենը քեզանից կառնեմ, մենակ սարքի ինձ դուր։ Հիմա այդ օրենքը դրան, որ նույնիսկ եթե 350-ից ավել չես կարող ունենաս, նորակառույցները կարող ես առնես 350-ից ավել նորակառույցները։ Բայց այն պայմանով, որ մինչև 7 տարի պետք է ծախես, առ վարձու տուր, բայց 7 տարի հետո պետք է ծախես, որտեղ մեկ քիչ օգնեմ։ Բայց չի ասում, եթե ընկերություն ես 350 հատ ունես, եթե դու ուրիշ ընկերություն ես բացում, մի հատ էլ 350 դա աննով ես առնում։ Մենք ժողովրդի վրա ծծաղալու բան է, ճիշտ է, մոտեցումը ճիշտ է, բայց շատ ուրիշ խնդիրներ կա, անշուշտ լուփոլներ կա, բայց նույն ժամանակ արդյոք ձեզ կամ մեզ ազդում է ստե Southern California-ում, Los Angeles-ում, կարող եմ ասեմ ոչ, որովհետև այդ ընկերությունները, որ այդ տեսակի տուներ ունեն եւ վարձու եւ այլն, դա ամենը մեր կամ մեծամասնությունը ոչ Los Angeles-ից դուրս են, որ այն տուներն են, որ ավելի affordable մատչելի արժանիքներով են առնում, տուն առնում են 100,000, 200,000, 300,000, 150,000 եւ այդ $1,000, $1,500 վարձ առնում, which is great, 150,000 տուն առնես, $1,500 վարձ առնես, բավականի վարձ այլում, բայց ստեղում ուզենաս 1,500,000-ի տուն առնես եւ 6,000-ով վարձու տաս, չի փակում, չի ազդում մեզի համար այդ տեսակ ընկերությունները չկան մեր մոտ որ ել են։ Հիմա էսի որ անցածան էս օրենքը, ասեմ նոր պետք է եթե house եւ ընդեղում պետք է house-ն նայ եւ բանանի կարողանա
ընդունի, բայց ընդհանրապես ոչ, բայց նորից հիշեցնեմ, որպես տուն առնելու համար ժամանակը time անելը այն ժամանակա, երբ որ քո գրպանը թույլատրում է, որ կարողանաս տուն առնես, որովհետև տուն առնելու մասը հեշտ մասն է, հեշտ ասելով որ paperwork լցնելը offer-ը ամեն մարդ կարող է գրի, բայց քո պայմանները քեզի կարողանա պաշտպանի եւ ճիշտ ձևի դիլ գրվի, դա որ մասնակցություն գալիս է մեր վրա։ Refinance-ի շուկան դեռ բավականի կա, մանավանդ line of credit-ները, մանավանդ նրանք ուզում են տուն առնեն, ունենք line of credit, որ home equity fixed second ունենք, երկրորդ առաջին ձեռք չտաս առանց tax return-ի, որ pay profit and loss statement-ով է, եւ ունենք անշուշտ line of credit-ները, որ full DAC-ով է, եւ այլն, ասի ծրագրերի տեսակները շատ են, բայդան պրոգրամներ ունենք, որ տոկոսները նույնիսկ 5.5 է, դու 3.5-ով ես գոնե մեկ տարի սկսում, հետո 4.5 երկրորդ տարի, FHA լոները դեռ հոյակապ են, տեսակները լոներինը շատ է, Mən նայենք շուկան մարքեթը ինչպես փակվավ ուրբաթ օրը, այստեղ ասում եմ ազդեցությունը պատերազմինը բավականի դեռ լուրջ է, mən նայենք մարքեթը ինչպես փակվավ։ Ուրեմն Dow Jones-ը 46558, 119 պոնտ իջավ, S&P-ն 6632, 40 պոնտ S&P-ն իջավ, Nasdaq-ը 22105։ Գերմանական DAX-ը 23447, Եվրոպան արդեն Պարսկաստանի հետ խոսում է, որտեղ ասում մենք չենք կարող սպասենք Ամերիկային ու Իսրայելին, իրենց համար վնասները շատ է, FTSE-ն 10261, 44 պոնտ իջավ, Nikkei-ը 53819, 633 պոնտ, եւ Շանհայը 4095, ասեմ Չինաստանի հետ լեզու են ելել, որ իրան մեկ նավ ուղարկավ Չինաստան։ Քարյուղը $99.31 շաբաթվա մեջ $100 անցել էր, $3.58 բարձրացավ, սա արդեն սղաճ ու թանկություն է բերելու, ոսկին 5023, $102 իջավ, միայն ուրբաթ օրը արծաթը $80, $4 իջավ, պլատինումը 2024, $141 պլատինումը իջավ։ Եվրոպական եվրո $1.14 սենտը $1, $1.32 սենտը 1 pound, եւ Bitcoin-ի Coinbase-ը ուրբաթ օրը $70,000։ Ուրեմն 10 տարվա treasury, որ 30 տարվա վարկերը անուղղակի հետևում են, ինչպես նայում եք, նախքան պատերազմը, պատերազմից հետո։ This is it։ Տոկոսները, որ ստեղում 3/8 տարբերությունն է, կեսից մեկ ինչ պակաս, սա տոկոսները 3/8 չափել բարձրացան։ So ամենասմեհ փոփոխություն տարբերություն ելնում է ազդում է։ So տեսակ շուկայի վիճակը նույն ժամանակ տոկոսները էլը նորեն լավ են, չեմ ասում վատ են տոկոսները, բայց անպայման պետք է որ ամեն մարդու համար տարբեր է, բայց միշտ ասել տուն առնելու համար տոկոսը չեք կարող սպասեք, you can time it, refinance-ի համար կարող եք, so Əնել կապ ունի ով եք ու ինչ եք, mən 9% խնդրում։ Սկսելով այս refinance-ներն եմ ցույց տալի, եթե 300,000-ից 832,000 վար կտա, credit score 781-ից վրև է, owner occupied-ը մեջը բնակում ես, ելում է 5.75, նույն պայմաններով, եթե որպես գումար քաշես վրեն cash out անես 5.875, նույն պայմաններով high balance, որ 831,249%, սա առանց tax return-ի profit and loss program-ն է 6.5%, պայմանները տարբեր է, սա եթե credit-ը վատ է, cash out ես ուզում անես 5.5%։ Հիմա, սա այդ first time home buyer-ի համար, որ ասում եմ buy-down program-ն է, ուրեմն եթե մենք ձեզի ներկայացնում ենք տուն առնեք, օրինակ եմ տալի ձեզի, մենք եւ 800,000-ի տուն ես ուզում անես եւ 5% կանխավճար դնես, այսօր տոկոսից կլինի 5.8, մենք կարող ենք 3.8-ով սկսենք քո համար մեկ տարի, բայց էսի ձև ունի, սիստեմ ունի, էսի մենք կարող ենք անենք մեզ հեռացանեք, ձեզ ցույց կտամ
առավելություններն ու վատությունը եւ կարող ենք down payment-ն էլ մինչեւ 3%-ի down payment-ը ձեր համար ստանանք այս ծրագրի համար, ինչպես տեսնում եք, էսի 3% down payment, այս 3%-ն մենք կարող ենք ձեր համար ստանանք որպես նվեր, որպես օգնություն եւ ձեր տոկոսը կենի էս, բայց կարող ենք ներողություն էսի սխալ էս 6.5 պեկերն է սխալ այդ նույն պայմաններով 20 տարվա 20% կանխավճարով 5.875 նույն պայմաններով 20 տարվա ֆիքսը 5.5 15 տարվանը եւ 10 տարվանը high balance-ները որ ելում է 832,000-ից 1,249,000 5.10% կանխավճարով ելում է 6.125 20% կանխավճար Սա 20 տարվա ֆիքսն է եւ 15 տարվանը։ FHN-ներ դեռ հոյակապ են, եթե ուզում եք առաջին անգամ նա տուն եք առնում 3.5% կանխավճար։ Նույնը որ ասում եմ assistant-ը որ ասում եմ կարող ենք first time home buyer-ներին օգնենք որ 3.5%-ը նվեր ստանաք որպես assistant, որպես օգնություն 5.375-ը կարող եք ստանաք եւ 3.5% կանխավճար կարող եք ստանալ։ Հեռացանեք ձեզի ամեն մարդու համար շատ երկար է ես տելևիզիոնից ասեմ, բայց հեռացանեք սիրով մենք ձեզի օգտակար կլինենք ամենը։ So FHA high balance-ն է էսի։ Հիմա եթե FHA loan ունեք ներկայիս, FHA-ից FHA refinance-ի համար կարող եք իջացնել 5.75 0.ով կամ 6.3 որևէ ծախս չեք վճարում։ Լավությունները որ տոկոսները 10 տարվա treasury-ը բարձրացան, մեր ջամբոները չի բարձրանում։ Մեր ջամբո եւ ջամբոն չի նշանակում պարկը պետք է 2-3 միլիոն դոլարինի։ Նույնիսկ 1 միլիոնոց պարկը կարող ենք այս ծրագիրը օգտագործենք։ Դա որ շատերը չեն իմանում, կարծում են որ պետք է անպայման այդ high balance-ները գործածեն, բայց ոչ, մենք կարող ենք այս ծրագիրը գործածենք։ Նույնիսկ առանց tax return-ի interest only is the best way to go եթե պարկը 2-3 միլիոն դոլարա pay off անելու ծրագիր շուրջ։ Սա bank statement program-ն է։ Եթե self-employed ես, ու անձնական գործը ունես, միայն bank statement program-ով կարող ենք 6.5%, սա bank statement program առանց tax return-ի եւ interest only միայն տոկոս է տալի եւ 40 տարվա։ Այս ամեն ինչը մեջն է 6.325։ Հիմա line of credit-ները կենտրոնական բանկը որ տոկոսը իջացնի, սա էլ կիշնի։ Line of credit-ը որ լսում եք 5% եւ այլն, տանք teaser rate-ն մենք էլ ունենք, բայց չեմ ուզում ցուցադրեմ հեռուստակայարանից, որտեղ սխալ է, այդ 5 կամ 6%-ը ժամանակավոր է 3 ամսով կամ 6 ամսով, բայց իրական տոկոսը, որ վերջ հետևում վճարում ես, ավելի բարձր է։ Մեկ ունենք, որ fixed second-ը առանց tax return-ի, no tax return profit and loss-ով մինչև $750,000 տոկոսով։ So ինչպես տեսակ, տոկոսներն էլ դեռ լավ են։ Արագ հիշացնեմ նախքան տուները նայենք իմանում եք ես Glendale-ի խորհրդի անդամի համար իմ տեխնացությունս արդեն դրել ենք պաշտոնական պայքարը եւ մրցությունը սկսել է Glendale-ում բավականի ժողովուրդ կան մոտ սխալվեմ 15 հոգի տեխնացությունը դրել են եւ 3 հատ աթոռ կա 3 հատ աթոռի համար 3 հատ բաց աթոռներ կան եւ 15 հոգուց 3-ը պետք է ընտրվեն։ Անշուշտ իմ խնդրանքս ձեզանից որ մեկը ես լինեմ։ Եվ ես ելնելս արդեն իմ մասին 12 տարի հեռուստակայարանից տեսել եք, ճանաչում եք, իմանում եք ով ելնելս, ինչ մոտեցում ես մեր գրասենյակից, ոչ թե իմ գործից գրասենյակից, իմ տեխնացիության գրասենյակից գալու եմ ես եւ բավականի երիտասարդներ գալու են ձեր դուրերը խփելու եւ ձեզ այդ հարցուզրույց ունենալու, եթե հարցումներ ունեք, կարող եք գաք իմ գրասենյակս, եթե թուղթեր ա գալի ձեր համար, չեք իմանում ինչ անեք, հարցում ունեք, եթե տունի payment-ների խնդիր կա, վարձու խնդիրներ կա, ինչ որ հարցումներ ունեք, կարող եք գաք մեր գրասենյակը կամ հեռաձայնեք նախքան գալը կամ հեռաձայնով կամ անձնապես մենք brand-ի վրա է մեր գրասենյակը brand եւ stalker fire station-ը ճիշտ է կողքի շենքն ենք վստահ եմ իմ նկարս կտեսնեք դուրի առաջ մեծ փողոցից դրված
հեռացանեք, եթե հարցումներ ունեք, գրասենյակ արեք, եթե թուղթերն է, բալետները շուտով ձեր տուները մեյլ են անելու, փոստով գալու է, այդ բալետները եթե հարցում ունեք, կարող եք գալ մեր գրասենյակը օգնենք ինչպես լրացնեք եւ այլն։ Շատ առավելություններ կան անշուշտ հիմա տեխնացուության խորհրդի անդամի հարցերի մասին շատ կան, օրինակ ինչպես ուզում են հեծիկով հեծաների փողոցները կողպեն, որ ժողովուրդը կարողանան bike lane քշեն, փողոցները կողպում են, որ նոր բասեր դնեն, որ օտոբուսով ժողովուրդին տանեն, բերեն, նոր շինարարություններ են անում Սենտրալի ցածը գալերիայի մոտ 640 յունիտ տուներ են սարքում, բայց շատ թանկանոց վարձու տուներ են, որ չեմ կարծում մեր հայրենակիցներին օգտակար կլինի։ Գլենդելի բյուջեն մոտ 30 միլիոն դոլար քիչ է, ուզում են որ բյուջեն կտրտեն եւ ուրիշ բաները թանկացնեն, ուզում են կայծու ջուրը բարձրացնեն, ուզում են ձեր թաքսերը տուկանքը բարձրացնեն, ուզում են որ պրոբլեմա մեծ պրոբլեմ դա համար էդի մեծ պատճառներից որ ես իմ տեխնատուրությունը դրամ որ ես էլ մասնակցեմ որ մտնեմ եւ ներսը եւ ստապ անեմ չթույլատրեմ սխալ աշխատանքները որ տարիներ անում են եւ խնդիրները մեծացել է լուրջացել է եւ արդեն լուրջ հարցեր ունենք եւ վատանում է so անպայման ձեր քվենք ուզեմ եւ քվեից բացի նվիրատվությունները կարող եք անմիջապես ինձ հեռացանեք մենք ուղարկենք կամ on-line-ով կամ չեքով գրասենյակ էլ կարող եք գալ որ ձեր նվիրատվություններ անեք որ պայքարենք այս խորհրդի համար Mən նայենք լիստինգները ցույց տալուց մենք հələ payment-ի օրինակներ եմ տվել մանավանդ երբ որ այդ assistant-ի մասին է խոսքը օգտական so mən նայենք խնդրում եմ առաջ բաները հետո դա վրա կշարունակենք so mən նայենք Okay, ուրեմն սկսելով այս տոնը որ թահանգա լիս ունենք արդեն վարձու գնաց so շնորհավոր մեր տանտերին մենք տունը օգնանք առավ, ռիմադել արավ եւ վարձու տվավ հոյակապ շատ ուրախ է, այս իր երկրորդ տունն է առնում է, ինչու ոչ եւ շատ գումար էլ պետք չէր, բայց ինչեւից ինքը մոտ 200,000 գումար էր պետք համ ռիմադելի համար, համ առնելու համար եւ այլն, հիմա էլ վարձու տվե շատ ուրախ է։ Ուրեմն սկսենք Simi Valley Townhouse կոնդոմինիումներով, մեկ ննջասենյակով, մեկ լվացարանով Մոկամը առաջի անգամ նաև չի կարող ավելի թանկոտ տուն առնի $369,000 wine-ը ես իմ առաջին տունը one bedroom էր ներողություն առաջինս two bedroom էր ծնողքիս հետ էի թահանգայում townhouse էր երկրորդս որ մենակ փոխադրվամ էսի single էի եւ նա շատ հոյակապ մեծ balcony ուներ էդի շատ լավն էր էդի Սա Chatsworth երկու ննջասենյակ 3 լվացարան 1488 square feet բավականին մեծ է $495 homeowners association-ը $579,000 մաքուր վիճակի մեջ է recess light-երով remodel-ած նոր kitchen Այս դեզի օրինակ եմ տվել եթե ստեղում դուք պարզապես 5% կանխավճար դնեք okay Եվ credit-ը լավ ելնի եկամուտը լավ ելնի մենք այդ 3%-ն էլ կարող ենք քո համար ստանանք որպես նվիրատվություն, այսինքն ոչ նվիրատվություն, այլ օգնություն, որ ձեզի տոկոս չեն առնում այդ 3%-ի համար, մենք կարող ենք այս 5% down payment-ով, payment-ը կլինի $4,400 այս տունի համար ամեն ինչով, full tax return-ով, credit score բարձր լինի եւ այլն, so Ուզեցիմ ասեմ օրինակ տամ որ իմանաք ինչեր կա։ Վինետկայում նույն թիվեր որ մենք ճարաշ տեսակ 3 ննջասենյակ 3 լվացարան 1329 square feet 470 homeowners association։ Մենք ճարաշը payment-ը ձեզ ցույց տվամ ամեն ինչ included, այսինքն մաքրելու փողն էլ, homeowners association-ն էլ, insurance-ն էլ, tax-ն էլ, everything included 4000 քանի 4500 տեսնեմ բաներ, so Ուզեցիմ անպայման ասեմ, այս օրինակ այս տունը ցույց տամ, զրուսա որ ճիշտ Pasadena-ի մոտիկա Glendale-ից 15-20 րոպե զրուսան, շատ մոտիկա Glendale-ին 3 ննջասենյակ 3 լվացարան 1250 square feet տունի մեծությունն է $395 homeowners association օրինակ եմ տվել 3% կանխավճարով 3% կանխավճարով որ հիմա $18,000 եւ եթե qualified եք first time home buyer եք մենք այդ 18,000-ն է կարող ենք ձեր համար
ստանալ, դա մեծ բակ էլ ունի patio որպես townhouse, payment-ը ամեն ինչով էլ մա $4,855, 3% down payment-ով, so there is qualification էլ ամեն ինչով, նորից երկու ննջասենյակ 3 լվացարան $1,724, ներողություն 1,724 square feet, $475, $745 homeowners association-ը, $650,000 Northridge-ում։ Մաքուր հոյակապ տունապ։ Մյուս ունենք Simi Valley 3 ննջասենյակ 3 լվացարան 1,644 square feet, շատ սիրուն գեղեցիկ շենքա, $436 homeowners association-ը, asking price $689,000։ Շատ լավ մոհոյակապ տուն է։ Մյուս ունենք Glendale 2 ննջասենյակ 3 լվացարան 1,187 square feet տունի մետրությունն է, 400 square feet homeowners association-ը, asking price $789,000 Glendale-ում, $665 price per square feet, not bad, համեմատ թաղին եւ այլն, եւ homeowners association-ին is not bad, okay, ատունն էլ վիճակը, it's not as bad։ Մի քիչ արագացնեմ, Glendale նորեն 3 ննջասենյակ 2 լվացարան 1,400 square feet տունի մեծությունն է, $420 homeowners association-ը, Ինչպես տեսնում եք, վիճակը is not bad, ռույսես լայթեր չունի, բայց խոհանոցը լավ է, ամեն ինչ not bad, $795,000, որ հիմա $568 price per square feet, դա արժեք ավելի լավ է դրե, 3 ննջասենյակ պետք ունենք, մենք այս տեսակ կոնդոմինիումներ Glendale պետք ունենք, որ կարողանան ժողովուրդ, հիմա 1,400 square feet պետք չի լինի, բայց why not, որ ժողովուրդը կարողանան առնեն այդ վարձու տուները սարքում են ցենտրալի վրա ինչ պետք է մեր հայերն գտնեն ոչ մի պետքություն չի Pasadena 2 ննջասենյակ 2 լվացարան 1,400 square feet տունի մեծությունն է $953 homeowners association-ը Pasadena homeowners association-ը թանկ են բայց առավելություններ շատ ունի հինոտ տունը update պեկենի բայց $569 price per square feet այդ թաղամասում is not a bad price Մյուս ունենք նորեն Pasadena 2 ննջասենյակ 2 լվացարան 1,632 square feet $795 homeowners association-ը $8,000 asking price $490 price per square feet which is a great price Pasadena-ի համար It's a good price կներեք մի քիչ էսի Մյուս ունենք La Crescenta 3 ննջասենյակ 3 լվացարան 2,024 square feet այո շատ կներեք 2,200 square feet $604 so էսի ինչու ցույց տամ ձեզի որովհետև La Crescenta-ում հնարավորությունը շատ է արժեքը շատ լավ է $470 Տուները նայենք հողով տուները էսի այս տո payment-ը Simi Valley-ում 3 ննջասենյակ 2 լվացարան 1,350 square feet տունի մեծությունն է 6,500 square feet հողամասի մեծությունն է $825,000 asking price $611 price per square feet վիճակը նայեք հոյակապ մաքուր remodel moving condition օրինակ եմ տվել ձեզ եթե 5% կանխավճար դնեք 5% $41,250 ելումա ձեր down payment-ը մենք կարող ենք օգտագործենք այդ 2-1 buy down ծրագիր այսինքն 4.3%-ով սկսես կարող ենք սելերից բոլորը ստանանք ձեր համար payment-ը կլինի $4,900 այո ամեն ինչով tax-ով PMI-ով ամեն ինչով La Crescenta 3 ննջասենյակ 1 լվացարան 1,800 square feet տունի մեծությունն է 7,300 square feet հողամասի մեծությունն է $880,000 հիմա $480 price per square feet էսի չեմ կարծում գդիմանա հինա բայց սովա $480 price per square feet La Crescenta-ում անպայման պետք է քանդվի եւ սարքվի, բայց ինվեստորի համար դուք էսի $250 կարող եք վերջացնել, դե ոչ $300 էլ շինարարությունը վերջացնեք,
480-ը asking price, $800 finish product կլինի ուզածը ձևը։ Winnet-կը 4 տնջասենյակ 2 լվացարան 1600 square feet ունի մեծությունն է, 6500 հողամասի մեծությունն է, փուլով տունը լրիվ ռեմոդելելած է recess light-երով, խոհանոցը նայեք մաքուր, 949,000 բաց հայրենակ, իսկ $592 price per square feet, sense տուն Winnet-կայում, this is fantastic, նայեք տունի վիճակը, այսի 5% down payment դնես, որ $50,000, նույնիսկ 10%, $100,000 down payment դնես, payment-ը ամեն ինչով կլինի 6,000-ների մեջ, մանավանդ եթե buy-down program-ը գործածենք ավելի լավ էլ կլինի։ Silmar 4 տնջասենյակ 4 լվացարան 3175 square feet ունի մեծությունն է, 8200 square feet հողամասի մեծությունն է, $1,50,000, $331 price per square feet նորեն Silmar-ում, այս վիճակի տուն $331 price per square feet, արդեն այս ուզենա սարքես ավելի թանկավերջանալու, հələ հողի արժեքը գործ չունենք։ Դու այս տեսակ ապրանք ուզենաս ներս բերես, կվերջացնես $400-450 բացի հողի փողը։ So Դե եմ ասում, լավ արժեքներով լավ տուներ կան, անպայման լավ արժեքներով լավ տուներ կան, շո բակն են այ մեծ, բակ, fantastic։ Այս ուրիշ օրինակներից ասում տայմ Simi Valley-ում նորեն 5% կանխավճարով 4 տնջասենյակ 3 լվացարան 2400 square feet տունի մեծությունն է, 11000 հողամասի մեծությունն է։ It's a huge house, $1,250,000 asking price, but նայեք fantastic, size-ի problem չունես, remodeling-ի problem չունես, ճաշակով ամեն ինչ ելած է, 5% կանխավճարով $62,000, մենք այդ buy-down program-ը կարող ենք seller-ի հետ ձեր negotiate անենք վերցնենք, եւ payment-ը կլինի $7,200 փուլով տուն ես տունը, բայց 7,200 եթե կարող ես 10, մնացածը մեզի թող, էսա քո համար problem, դուք տեր եւ տիկին կամ մենակ կամ ինչ-որ կացրո, այս հարցը լուծեք, մնացածը հերազանեք, մենք ձեր մյուս հարցերը կլուծենք։ Burbank 3 տնջասենյակ 2 լվացարան 1185 square feet, այս չեմ ինչ նկարներ չի փոխում, մատնանք։ Okay, կարծես չեր ելնում։ Burbank 3 տնջասենյակ 2 լվացարան 1315 square feet ունի մեծությունն է, 6000 square feet հողամասի մեծությունն է, asking price $1,295,000 նոմա $985 price per square feet, այս տունը մեկ ինչ աշխատանք ունի, շատ չէ, մեկ ինչ նկարները շատ սիրուն չեն նկարել, դե չէ վիճակը լավ է, բայց $985 is on top of the market price, location is not the best location ever, so, բայց լավ թայղում է։ Lacquer Center 3 տնջասենյակ 2 լվացարան եւ ADU-ել ունի one bedroom, one bath ADU-ով պատրաստ Lacquer Center-ում 1821 square feet ունի մեծությունն է, 9000 հողամասի մեծությունն է, $755 per square feet, էսի չեմ կարծում մինչև երկուշաբթի 5-ը մնա, էսի անպայման գծախվի, $1,375,000 ADU-ն մեջը fantastic, մեկ օր չի մնա, եւ արժեքն էլ $755 price per square feet, մեկ օր չի մնա այս տունը։ Տուներ կա, որ it's good։ Lacquer Center նորեն 3 տնջասենյակ 2 լվացարան 1625 square feet ունի մեծությունն է, 8600 square feet հողամասի մեծությունն է, asking price $860 per square feet, $1,398,000 նորեն, այս տունը մեկ ինչ high end-ով այդ համեմատ վիճակին, ճիշտ upgrade-ելած է, սարքված է, բայց այդքան էլ չէ, ինչպես տեսնում ենք recess light-երը չկան դե սենյակների մեջ, matte fan-երով են միայն, լավ է պահպանվել, բայց not quite $860, չի, բայց location is great, so location-ի համար կարող է այդ հա։ Glendale 4 տնջասենյակ 2 լվացարան 1670 square feet տունի մեծությունն է, 32,000 square feet հողամասի մեծությունն է։ Տունը 1965-ից մինչև հիմա almost untouched է, շատ փոփոխություն չի ելել, կարող եմ ասել չի ելել, $853 per square feet տունի արժեքն են դրել, 1,425,000, բայց այս տունը 32,000-ի մի խաբվեք, ճիշտ է հողը 32,000-ը, բայց բակը 32,000-նոց բակ չունես, բայց բավականի բակ ունես, որ էսի տունի հետևի մասն է, որ ես ամենը քոնն է, բայց ես գործածում եւ ես առաջին մասն է, որ drive-ով գալիս ես վրև։ Բայց արժեքը համապատասխան են դրել։
Glendale 3.3 լվացարան 2268 square feet շատ լավ location-ում է հողը մեկ քիչ փոքր է 5600 Homeowners Association ունի $215 բայց community pool ունի community basketball court ունի $1,439,000 is not bad $634 their price per square feet location-ը շատ լավ է տունի շատ է մենակ բակը մեկ քիչ փոքր է բայց այս community tennis court եւ pool ունի որ կարող ես օգտագործես community համար Glendale 4.3 լվացարան 2190 square feet ունի մեծությունն է 5700 square feet հողամասի մեծությունն է լավ թաղամասում է լավ location-ում է սիրուն remodel-ած է $730 price per square feet շատ լավ արժեք են դրել Glendale-ում over էսի առնի it's a winner bug այո համեմատաբար մեծ չի դա համար արժեքն էլ եմ ասում տուներ կա որ արժեքը ճիշտ են դրել այս տունը Defo ունի բակի փոքրություն ունի, բայց տունի վիճակը նայեք, բայց $730 է դե price per square feet, $1000 չի դերը իմանալով որ բակի հարց ունի, դե ոչ nothing wrong with this house, հոյակապ տունը համար բակի նկարները չի դրել որտեղ փոքրոտ են։ Վերջինը ցույց տամ կարծեմ ժամանակս չի թույլատրում Lancaster Flinders 3.3 լվացարան հինոտ տունը թանկա դրել որպես $1000 per square feet բայց մոքի որ բյուջետի հարց ունի որ ասում նա ես եմ լականեդա ապրեմ եւ թանկ տուն չեմ կարող 4 միլիոնանոց 5 միլիոնանոց առնեմ էսի բեկի առնես 1700 square feet 3 bedroom 3 bath-ը 9000 հողով եւ փող ծախսի վրան ես կարծում եմ դժվար 1.750 էթա ես կարծեմ ավելի քիչոտ երևի 1.600 երևի բայց option ունես էսի առաջին մասն է շատը 10000 square feet հող ունես Burbank 3.3 լվացարան 1747 square feet տունի մեծությունը 19000 square feet հողամասի մեծությունը փուլով տունը հոյակապ տունը եւ 1.825,000 asking price $1045 price per square feet Well, այդ մեր լիստինգներն է ժամանակը չի ներում ավելացեմ պարզապես հիշացնեմ Glendale-ի խորհրդի անդամի համար անպայման ձեզանից կուզեմ տվյալը 1 քվետալու համար, խոսքը տարածելու համար ամենին ասեք որ ինձի քվետան, եթե համաձայնեք իմ հետ, որ հուսով եմ եք, եթե հարցումներ ունեք, հեռաձայնեք, տան վարձերի համար, թրաֆիկի համար, ժողովուրդը արագ քշելու համար, կայծու ջուրը թանկության աղբը, դեռ աղբը թանկացնելու են, կայծու ջուրը թանկացնում են, ստակ ամենը խնդիրները որ ունենք եւ էսի տարիների ընթացքի խնդիրները շատացել են Ինձի քվետը ես երթամ ձեր համար պայքարեմ, վարձերը կարողանանք կոնտրոլ անենք, շինարարությունը նորմալ շինարարություն ժողովուրդը տուն առեմ մեր երիտասարդները, փոքր 400 square feet հավաբուններ են սարքում $2000 վարձ են ուզում։ Եվ շատ հարցեր կա, հեռաձայնեք office-ից օգնություն եք ուզում, արեք office-ից մենք կօգնենք ձեզի բոլորի։ Շնորհակալ եմ եւ կհանդիպենք ձեզ մյուս շաբաթ։ Ստեսություն։